Թոքի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որը առաջանում է թոքային հյուսվածքի և բրոնխների գեղձերից և լորձաթաղանթից։ Թոքի քաղցկեղը աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղը ուռուցքային հիվանդություններից մահացության առաջատար պատճառն է, իսկ կանանց մոտ երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Դեպքերի մեծ մասում թոքի քաղցկեղը հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ ուռուցքի ամբողջական վիրահատական հեռացումը արդեն անհնար է, և թերապևտիկ հնարավորությունները սահմանափակվում են քիմիաճառագայթային բուժմամբ։ Իսկ նման դեպքերում հիվանդության կանխատեսումները այդքան էլ լավը չեն, հնգամյա ապրելիությունը չի գերազանցում 17,7%-ը։ Այդ իսկ պատճառով ուռուցքաբանության կարևորագույն խնդիրներից է թոքի քաղցկեղի սկրինինգը և ժամանակին ախտորոշումը, ինչպես նաև առաջնային կանխարգելումը և առաջին հերթին պայքարը ծխելու դեմ, որը այդ հիվանդության ռիսկի գլխավոր գործոնն է։ Թոքի քաղցկեղի ռիսկի գործոններն են. ծխելը։ Որոշ հետազոտությունների համաձայն հիվանդության դեպքերի 90%-ը ասոցացվում է ծխելու հետ, ինչը իր հերթին պայմանավորված է ծխախոտային ծխի մեջ քաղցկեղածին նյութերի բարձր պարունակությամբ։ Ըստ վիճակագրության, ծխելու պատճառով առաջացած թոքի քաղցկեղից տարեկան մահանում է 1,5 միլիոն մարդ և ընթացիկ միտումների պահպանման դեպքում այդ թիվը կհասնի տարեկան 2 միլիոնի։ Ռադիոակտիվ ռադիումի տրոհման արդյունքում առաջացող ռադոնի մուտագեն ազդեցություն, այլ հիվանդությունների բուժման համար կիրառվող ճառագայթային թերապիա, շրջակա միջավայրում ասբեստ, մկնդեղ, նիկել, իոնացնող ճառագայթում և այլն պարունակվող թունանյութերի քաղցկեղածին ազդեցություն, թոքային ֆիբրոզ, միավ վարակ, ժառանգականություն, սննդամթերքի ջերմային մշակման համար կիրառվող սննդայուղերի քաղցկեղածին ազդեցությունը։ Թոքի քաղցկեղի կլինիկական պատկերը, որպես կանոն, առաջանում է հիվանդության ուշ փուլերում, առաջնային ուռուցքի տարածման, մետաստազների, ինչպես նաև պարանեոպլաստիկ համախտանիշների առաջացման հետևանքով։ Այս հիվանդության ամենատարածված ախտանիշներն են տևական կամ հետզհետե ուժգնացող հազը, արյունով կամ ժանգի գույնի խորխով հազը, ցավ կրծքավանդակում, որը ուժեղանում է խորը շնչելուց, հազալուծ կամ ծիծաղելուց, խռպոտություն, քաշի կորուստ, ախորժակի բացակայություն, հեվոց։ Նաև հոգնածություն, թուլություն, շնչական ուղիների կրկնվող վարակներ, բրոնխիտ, պնևմոնիա։ Մետաստատիկ թոքի քաղցկեղի դեպքում մետաստատիկ պրոցեսի տեղակայումից կախված կարող են լինել ցավեր ոսկորներում, գլխացավ, վերջույթների թմրածություն, գլխապտույտ, մաշկի և աչքի դեղնուկ, ապշահանգույցների մեծացում։ Արյան հոսք հորմոնանման նյութերի ներթափանցման պատճառով զարգանում են պարանեոպլաստիկ համախտանիշներ, որոնք կարող են թոքի քաղցկեղի առաջին ախտանշանները լինել՝ հիպերկալցիեմիա, Կուշինգի համախտանիշ, արյան տարբեր փոփոխություններ, հիպերտրոֆիկ օստեոարթրոպաթիա, պոլիմիոզիտներ, դերմատոմիոզիտներ և այլն։ Ինչպես է ախտորոշվում թոքի քաղցկեղը։ Կասկածի դեպքում առաջին հերթին կատարվում է պացիենտի մանրակրկիտ կլինիկական զննում։ Հիվանդության բացահայտ ախտանիշները կարող են վկայել զարգացող հիվանդության մասին։ Հիմնական ախտորոշիչ միջոցառումներն են ռադիոգրաֆիկ հետազոտական մեթոդները, առաջին հերթին կրծքավանդակի կոնտրաստով համակարգչային շերտագրումը, որը թույլ է տալիս որոշել ուռուցքի տեղակայումը և պլանավորել թիրախային բիոպսիան։ Սակայն համակարգչային շերտագրման, տոմոգրաֆիայի միջոցով շատ հաճախ չի հաջողվում նույնականացնել մետաստազները, այդ թվում միջնորմի ապշահանգույցներում։ Այդ դեպքերում նախապատվությունը տրվում է պոզիտրոնաէմիսիոնային շերտագրությանը (PET-CAT-ին), որը թույլ է տալիս նույնականացնել ինչպես առաջնային ուռուցքը, այնպես էլ մետաստազները,
ինչպես նաև գնահատել բուժման միջանկյալ արդյունավետությունը։ Նպատակահարմար է նաև պետ համակարգչային շերտագրման համակցված հետազոտությունը։ Բրոնխոսկոպիա շնչափողի և բրոնխների վիզուալ հետազոտման մեթոդ, որի ժամանակ կատարվում է նաև բիոպսիա։ Թոքի քաղցկեղի բուժման մարտավարությունը հիմնականում կախված է ուռուցքի տեսակից և զարգացածության աստիճանից։ Բացի այդ, բուժման ընտրության ժամանակ հաշվի են առնում հիվանդի ընդհանուր վիճակը, ուղեկցող հիվանդությունները և թոքերի ֆունկցիոնալ վիճակը։ Թոքի քաղցկեղի դեպքում կիրառվում է վիրահատական բուժում, սիստեմային բուժում կամ քիմիոթերապիա և թիրախային կամ կենսաբանական բուժում, ինչպես նաև ճառագայթային բուժում։ Բուժման մեթոդի ընտրությունը կախված է վերը նշված պայմաններից։ Յուրաքանչյուր մեթոդը կարելի է կիրառել առանձին կամ համադրելով բուժման այլ մեթոդների հետ։ Քիմիոթերապիան օգտագործում է դեղամիջոցներ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար։ Մեկ կամ մի քանի քիմիոթերապիայի դեղամիջոցներ կարող են տրվել ձեռքի երակով, ներերակային կամ ընդունվել բերանով։ Դեղերի համակցությունը սովորաբար տրվում է մի շարք բուժումների ընթացքում, որոնք կարող են տևել շաբաթներ կամ ամիսներ։ Նման դեպքերում բուժումների միջև տրվում են ընդմիջումներ, որ մարդու օրգանիզմը կարողանա վերականգնվել։ Քիմիոթերապիան հաճախ օգտագործվում է վիրահատությունից հետո ոչնչացնելու քաղցկեղային բջիջները, որոնք կարող են մնալ վիրահատությունից հետո։ Այն կարող է օգտագործվել միայնակ կամ զուգակցվել ճառագայթային թերապիայի հետ։ Քիմիոթերապիան կարող է օգտագործվել նաև վիրահատությունից առաջ քաղցկեղները փոքրացնելու և դրանց հեռացումը հեշտացնելու համար։ Թոքի տարածված քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ քիմիոթերապիան կարող է օգնել ցավը և այլ ախտանիշները թեթևացնելու համար։ Ճառագայթային թերապիան, որը նաև հայտնի է որպես ռադիովիրաբուժություն, ինտենսիվ ճառագայթային թերապիա է, որի ընթացքում բազմաթիվ տեսանկյուններից քաղցկեղի վրա ուղղվում են բազմաթիվ ճառագայթային փնջեր։ Ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիան սովորաբար ավարտվում է մեկ կամ մի քանի բուժման կուրսով։ Այն կարող է տարբերակ լինել թոքի փոքր քաղցկեղ ունեցող մարդկանց համար, ովքեր չեն կարող վիրահատվել։ Այն նաև կարող է նշանակվել թոքի քաղցկեղի բուժման համար, որը տարածվել է օրգանիզմի այլ շրջաններ, ներառյալ գլխուղեղը։ Թիրախային դեղորայքային թերապիան կենտրոնանում է քաղցկեղի բջիջներում առկա հատուկ գեների, սպիտակուցների կամ հյուսվածքային տարրերի վրա։ Արգելափակելով դրանք, թիրախային դեղորայքային թերապիաները կարող են հանգեցնել քաղցկեղի բջիջների մահվան։ Իմունոթերապիան օգտագործում է իմունային համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Օրգանիզմի հիվանդությունների դեմ պայքարող իմունային համակարգը չի կարող գրոհել ձեր քաղցկեղի վրա, քանի որ քաղցկեղի բջիջները արտադրում են սպիտակուցներ, որոնք օգնում են նրանց թաքնվել իմունային համակարգի բջիջներից։ Իմունոթերապիան գործում է՝ խանգարելով այդ գործընթացը։ Իմունոթերապիայի բուժումները հիմնականում նախատեսված են տեղային տարածված թոքերի քաղցկեղով և օրգանիզմի այլ շրջաններում տարածված քաղցկեղ ունեցող մարդկանց համար։ Պալիատիվ խնամք Թոքի քաղցկեղով հիվանդ մարդիկ հաճախ ունենում են քաղցկեղի գանգատներ և ախտանիշներ, ինչպես նաև բուժման կողմնակի ազդեցություններ։ Օժանդակող բուժումը, որը նաև հայտնի է որպես պալիատիվ խնամք, բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը ներառում է բժշկի հետ աշխատանք գանգատները և ախտանիշները հնարավորինս թեթևացնելու հասցնելու համար։ Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ հանդիպեք պալիատիվ խնամքի անձնակազմի հետ ձեր ախտորոշումից անմիջապես հետո, որ համոզվեք, որ ձեզ հարմարավետ եք զգում ձեր քաղցկեղի բուժման ընթացքում և դրանից հետո։ Մեկ ուսումնասիրության ժամանակ թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղ ունեցող մարդիկ, ովքեր սկսել են ախտորոշումից անմիջապես հետո ստանալ օժանդակ օգնություն, ավելի երկար են ապրել,
քան նրանք, ովքեր շարունակել են բուժումները, ինչպիսիք են քիմիաթերապիան և ճառագայթումը։ Օժանդակող օգնություն ստացողները հայտնել են բարելավված տրամադրության և կյանքի որակի մասին։ Նրանք միջին հաշվով ապրել են գրեթե 3 ամիս ավելի երկար, քան սովորական բուժօգնություն ստացողները։ Թոքի քաղցկեղի որոշ ինքնօգնության մեթոդներ կարող են օգնել ինքնազգացողության բարելավմանը։ Թոքի քաղցկեղով հիվանդներից շատերը հիվանդության ընթացքում ինչ-որ պահի ունենում են օդի պակասի նշաններ և հեվոց։ Բուժման միջոցները, ինչպիսիք են լրացուցիչ թթվածինը և դեղամիջոցները, կարող են օգնել, որ ավելի հարմարավետ զգան, բայց դրանք միշտ չէ, որ բավարար են։